Երբևէ մտածել եք, ինչ ընդհանուր բան ունի մի ծառը բազմաթիվ ճյուղերով և մեր թոքերը մեր մարմնի ներսում, կամ ինչ կապ կա մի հզոր գետի, որը հոսում է մայրցամաքով, և մեր երակների ու զարկերակների փոքրիկ ցանցի միջև։ Պատասխանը ցնցող է։ Բնության նախագիծը կատարյալ է։ Տիեզերքի ամենաբարդ համակարգերը, սկսած կայծակի ճյուղավորումից մինչև մեր մարմինը, բոլորը գրված են միևնույն գաղտնի մաթեմատիկական կոդով։ Այս կոդի գաղտնիքը մեկն է. փոքրը կրկնում է մեծին։ Եթե մենք մեծացնենք ծառի մի փոքրիկ ճյուղը, այն նման է ամբողջական ծառին։ Եվ դա բնավ պատահականություն չէ։ Դա բնության ամենաարդյունավետ մեթոդն է էներգիա խնայելու համար։ Եկեք դիտարկենք մեր թոքերը, մեր կյանքի շարժիչը։ Թոքերը պետք է մաքսիմալացնեն մակերեսը թթվասնի փոխանակումը առավելագույնի հասցնելու համար։ Դրա համար նրանք օգտագործում են ծառի կառուցվածքը։ Մեկ մեծ խողովակը բաժանվում է երկու ավելի փոքրի, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են ավելի փոքրերի։ Այս կրկնվող ճյուղավորումը թույլ է տալիս, որ թոքերը չափազանց խիտ լինեն։ Չնայած մեր թոքերը մի քանի լիտր տարողություն ունեն, սակայն այս ճյուղավորման շնորհիվ, եթե մենք բացենք նրանց ամբողջ գազափոխանակման մակերեսը, այն կձգվեր միայն 100 քառակուսի մետրի։ Դա մոտավորապես հավասար է թենիսի մեկ կորտի չափին։ Միայն պատկերացրեք, այդքան մեծ ծավալը տեղավորված է մեր կրծքավանդակի փոքրիկ ծավալում։ Ցանկացած անկանոնություն այդ ճշգրիտ կառուցվածքում կարող է խոչընդոտել օդի հոսքին։ Եթե թոքերը ստեղծված են տարածքը լցնելու համար, ապա մեր արյունատար անոթները ստեղծված են էներգիա խնայելու համար։ Գետերը միշտ փնտրում են դեպի ծով տանող ամենաարդյունավետ ճանապարհը։ Մեր երակները, զարկերակները և մազանոթները կրկնում են այդ նույն օրինաչափությունը։ Ճյուղավորման հարաբերակցությունն այնպես է հաշվարկված, որ սիրտը նվազագույն աշխատանքը ծախսի արյունը մղելու համար։ Մեր մարմինը կառուցված է ֆիզիկայի տնտեսողության ամենախիստ օրենքներով։ Մեր արյունատար համակարգը ցնցող տրանսպորտային ցանց է։ Եթե մենք երկարացնենք մեր բոլոր արյունատար անոթները խոշորներից մինչև փոքրագույն մազանոթները, դրանք կձգվեն մինչև 96,000 կիլոմետր։ Դա բավական է ավելի քան 2 անգամ երկրի շուրջը փաթաթելու համար։ Մեր թոքերի և գետերի նախագիծը, դրանք բոլորը խոսում են միասնական, կատարյալ մաթեմատիկական լեզվով։ Իսկ դու ինչ ես կարծում այս թեմայի վերաբերյալ։ Գրիր քո կարծիքը տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։ Ինչպես նաև լայքիր տեսանյութն ու բաժանորդագրվիր Արգամ բլոգի էջերին ավելին իմանալու համար։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։